Եվ այսպես ուշադրություն, հրատապ տեղեկատվություն, 2-ամյա Տիգրանի վերաբերյալ վերջին նորությունները, ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ իր անձնական հրամանով Տիգրանի որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև որ հստակ նորություն չլինի երեխայի գտնվելու հնարավոր վայրի մասին կամ որևէ տեղեկատվություն, որևէ արդյունք, որ այս գործողությունները կունենան, քանի դեռ այն անարդյունք է, այն շարունակվելու է մինչև հստակ արդյունքների հասնելը, խոսքը վերաբերվում է թե փրկարար ծառայության աշխատանքներին, թե ոստիկանական աշխատանքներին, եւ ինչի է սա հատուկ իր հրամանով տեղի ունենում, որովհետեւ ըստ Հայաստանի Հանրապետության օրենքի որոնողափրկարարական աշխատանքները կարող են տևել մինչև 10 օր, դրանից ավել չի լինում, եթե հատուկ հրաման չի գալիս, այս դեպքում բնականաբար ուղղակի լավ չէր լինի, մեղմ ասած, որ 10 օրը լռանար ու բոլորը աշխատակիցները լքեին գյուղը, գնային իրենց գործերին, իրենց տուն, արդեն մոտենում է 20 օր, որ երեխան անհետացել է և երեխան չի գտնվում ոչ գետում, ոչ էլ ցամաքում, այսինքն երեխայի առևանգման մասին տեղեկատվություններ իհարկե պտտվում են, բայց չկա որևէ հիմք, որից կարելի է կարճել ու հասկանալ, թե որտեղից եկան տարան, ովքեր տարան եւ որտեղ են հիմա նրանք գտնվում, սա շատ բարդ հարց է, որի պատասխանը իհարկե սա շատ երկար նաեւ ժամանակ տևեց, որ չենք կարողանում պատասխաններ գտնել, շատ առեղծվածային իրադարձություններ Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր երևի նման տարածված, որ համայն հայությունը տեղյակ եւ անհանգիստ է նման առեղծվածային անհետացում դեռևս տեղի չէր ունեցել, որովհետեւ խոսքը 2-ամյա փոքրիկ տղայի մասն է, այս շրջանում, այս ընթացքում տասնյակ դեպքեր եղան, որ մարդիկ սպանվեցին, ինքնասպան եղան կամ ուղղակի դժբախտ պատահարից մահացան։ Մենք կարդացել ենք, մենք գիտենք այդ դեպքերի մասին, բայց հանրությունը ուշադրություն բնականաբար չդարձրեց այդ դեպքերին, հանրության ողջ ուշադրությունը փոքրիկ Տիգրանի դեպքին է ուղղված եւ հանրությունը մտածում է, որ փոքրիկ Տիգրանը ի վերջո կգտնվի, քանի որ նրան եթե չեն գտել գետից, ուրեմն նա ողջ է, նրան առևանգելու վարկածը մնում է ամենաիրատեսականներից մեկը, քանի դեռ գետից նրան չեն հայտնաբերել եւ մենք կարծում ենք, որ դեռևս երկար գետում կփնտրեն եւ որևէ բան չեն կարողացել միջև հիմա գտնել, որը կպատկաներ երեխային, իհարկե իր հագուստը այն ժամանակվա, երբ որ երեխան հագել եւ անհետացել է։ Եվ քանի դեռ արդյունքներ չկան եւ երեխայի ընտանիքի անդամները պնդում են, որ նրան առևանգել են, հայ ժողովուրդը իրավապահ համակարգը պետքա նաեւ մեծ ուշադրություն դարձնի առևանգման փաստին։ Տիկին նախարարը նաեւ շեշտեց հետեւյալը, որ մեծ ջանքեր են գործադրվում այս պատմությունը, այս առեղծվածը բացահայտելու շուրջ, օրինակ արբանյակային լուսանկարներ են ուսումնասիրվում, հասկանալու համար, թե որտեղ է եղել երեխան եւ որտեղ է անհետացել, իհարկե դեռևս դրանից էլ արդյունքներ չկան, որովհետեւ հազվադեպ է պատահում, որ այդ լուսանկարները արվում են հենց նույն օրը, հենց նույն ժամին, իհարկե բացառություն չի լինում, բայց նաեւ որոշակի առումով դժվար է գտնել այնպիսի կազմակերպություն, որը այդ նույն պահին նկարած կլինի այդ նույն տարածքը։ Շատ կարևոր տեղեկատվություն 2-ամյա Տիգրանի վերաբերյալ, այս դեպքի վերաբերյալ, ներքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ մի տարածեք չճշտված տեղեկատվություններ, եւ մենք սա ամենասկզբից ասել ենք, որ չի կարելի մարդկանց խառնել այս գործին, օրինակ մենք տեսանք, որ էքստրասենսներ են խոսել եւ մենք միշտ ասել ենք, որ նրանք ստախոսներ են, եթե կար ինչ-որ մեկը, որ մի բան գիտեր, որ մի բան գուշակել էր, նույնիսկ այս պահին բոլորը սպասում են մի լավ նորության, որ երեխան կգտնվի։ Գնայիք գյուղ, որտեղ որ դուք տեսել եք երեխային, գտնեիք։ Մենք սա ասել ենք, ոչ մեկ չգնաց։ Էքստրասենսները զանգում են հորը, ասում են գնա, այսինչ տեղը նայի, այդ մարդ իր մտքերը, իր զգացմունքները եւ այլն այս պահին շատ վատ վիճակում գնում է ու տեսնում է, որ խաբվեց։ Էլի խաբվեց, տասնյակ խաբեություններ եւ մենք ասացինք, որ սրանց մի հավատացեք, մի քանի անգամ ասել ենք։ Հետո ամենազավեշտալին
որի մասին ուզում եմ խոսել։ Գյուղացիներից մեկին էին մեղադրում, հարևանուհուն էին մեղադրում, ասելով, որ նա կասկածելի պատասխաններ է տվել լրագրողներին։ Ոստիկանության տարբեր բաժանմունքներ գնացել են հարյուրավոր մարդիկ, հարձակվել են գրեթե բոլորը, այդ թվում նաև հարևանները։ Հարևանին նկարներով տարածել, ասել, որ նրա հետ կարելի է կապել, դա խելագարություն է, մարդկանց անմեղ տեղը մեղադրելը։ Հարևանների մասին եթե կային տեղեկատվություններ, առաջինը կտար հենց Տիգրանի երեխայի ծնողը կամ պապիկը, շատ լավ ճանաչելով հարևանին, սենց համացանցում նստած տեսել են, որ հարևանը կաշկանդված կամ լարված պատասխան է տվել եւ մտածում են, որ ինքն է առևանգել, հետո ասում են, թե ցիգաններ եկան տարան, հետո ասում են չբերներ եկան տարան, հետո արծիվների վրա են գցում, որ արծիվներ եկան տարան ու չեն պատկերացնում, որ արծիվը չի կարող 12 կիլոգրամ, 15 կիլոգրամ քաշ վերև բարձրացնել, նույնիսկ չի կարող գետնից պոկել, ելուր մնաց վերև բարձրացնել, ուզում է լինի աշխարհի ամենամեծ արծիվը։ Սրանք ելի եմ ասում, ներքին գործերի նախարարությունը հաղորդեց, որ չի կարելի մարդկանց նյարդերի հետ խաղալ այս առավել քան լարված նյարդային պրոցեսներում, հարևանների վրա բարդել, համացանցով մեղադրել մարդկանց։ Ներքին գործերի նախարարությունը ասում է, երեխան մեծ հաշվով այո ընկել է գետը։ Երեխան չէր կարող անհետանալ ուրիշ տեղ։ Եվ այսօր ավելի շատ հեշտ է այս տեխնիկայի, տեսախցիկների եւ նոր տեխնոլոգիայի դարում գտնել առևանգված երեխային, քան գետը ընկած երեխային, բայց իրանք երկու ուղղությամբ աշխատանքներ տարել են, երեխան չի հայտնաբերվել ոչ գետում, ոչ էլ առավել եւս առևանգված, դրա համար պետք է ուղղակի նման տեղեկատվություններ չտարածել, վարկածները ինչքան որ շատ են, այնքան էլ ուղղակի անհնարին են դառնում, երեխան մարդկանց աչքից, այսինքն նախ ծնողների, հետո հարևանների, նրանց աչքից ընդամենը 10-15 րոպե է բացակայել։ Դա շատ կարճ ժամանակ է, որ ինչ-որ մեկը գար, նկատեր, մի հատ իր շուրջը պտտվեր տեսներ, հաստատ մարդ չի տեսնում ու երեխային վերցներ գնար, ոչ մեկ չնկատեր այդ մարդուն հետնել գյուղում։ Գյուղում ամեն մի ճանճի տզոցը գյուղի բոլոր բնակիչները նկատում են, մանավանդ ավելի փոքր գյուղերում, անծանոթ մեքենաներ, անծանոթ դեմքեր, սա գյուղը նկատում է, ովքեր չեն եղել գյուղում, թող իմանան, որ ինչ որ մեկը երբ որ մտնում է գյուղ, ամբողջ գյուղի ուշադրությունը այդ ինչ որ մեկն է։ Ոնց կարան գյուղ մտնեն մարդիկ, երեխա առևանգեն ու մեկը չհիշի, որ գյուղ կասկածելի մարդիկ են մտել, նույնիսկ եթե չեն հիշել, ոստիկանությունը բացել է տեսախցիկների ձայնագրությունները եւ ամբողջ մեքենաները, որ այդ օրը մոտավոր այդ ժամերին դրանից հետո անցել են, այդ մեքենաները բարեկները կանգնեցրել են, հարցաքննություններ, խուզարկություններ եւ ոչ մի արդյունք։